Պրիվետ AI-ը շատ ավելի արագ է զարգանում, քան մենք հասցնում ենք իր հետևից։ Դրա համար առաջարկում եմ այս կոմենտում չընկնենք ու միանգամից անցնենք AI նորություններ կարդալուն։ Մենք դա անելու ենք հայերենում, որը Telegram channel-ը, որը որ աշխատում է ավտոմատացված։ Կարաք միանաք ու կարդաք առանց այս վիդեոների։ Օպերան թողարկում է EB-ով հագեցած Չանսը որ ստացվեց AB-ով հագեցված Neon բրաուզերը։ Այսի հետաքրքիր նորությունն է Neon բրաուզերն արել, սրա մասին շատ շուխուրներ կային ու օպերան վերջը փաստորեն արեց այդ։ Մենք արդեն գիտենք վերջին նորություններից, որ ChatGPT-ն, ավելի շուտ OpenAI-ը, ChatGPT 10-ը ուզում էր առնել Google Chrome-ը, դա ինչ որ տես լեգալ բազարների մեջ էին Ամերիկայում ու ասում են, որ Google Chrome-ը մոնոպոլիա իրենց ներկայացնում ու պետքա ծախի Google-ը ու OpenAI-ը ամենա ոնց որ բարձր գոռացողների մեջներից, որ ինքն ուզում առնի, այսինքն ոնց որ AI plus browser, sense ինչ որ մի հատ բան է էլի գալիս, ոնց որ պահա գալու, որ սաղ կպնելու են իրար ու AI-ը մեր բրաուզերների մեջ լինի։ Ծեմբոլ է որ հենց հիմա հենց այս պայդերությամբ արդեն կան տեխնոլոգիաներ, որոնք որ թողում են AI-ին օգտագործել մեր բրաուզերը, browser used, հենց այդ տեխնոլոգիայի անունը, այս բան։ Ու շատ հետաքրքիր լինի հասկանալ вообще թե ինչա այս ամեն ինչը ինձ ներկայացնելու։ Ծանոթացեք Neon-ին, Opera-ի ապագայի բրաուզերին, որը մտածում եւ գործում է որպես օգնական, հետազոտական նախագծերից միջև բովանդակություն ստեղծում, այն կօգնի ձեզ իր համատեքստային խելացի հնարավորություններով։ Մտնենք տնանք ինչ կարա մտել link չէ արդեն։ Opera-ս new AI browser։ Եվ կարանք մենք օգտագործենք իրան։ Ավելի շուտ որտեղից կարանք քաշենք մենք իրան, որ օգտագործենք։ Հասկանալի չէ, launch, այսինքն premium subscription product, այսինքն փողով առնելու, մոռացանք այն պահելը, երբ որ բրաուզերը ձրի էր, հա, հենց AI գամտնի արդեն ձև չէ, էլի ոնց որ ձրի մեջ բրծնենք մենք, չնայած երբեք չենք կարող ասենք թե ինչ կկատարվի, որովհետև շատ արագ է ամեն ինչը փոխվում, բայց ես ոնց հասկացա, մենք այս բանը չենք կարող փորձենք, հա։ Opera Neon might be the first AI agentic browser։ Ну, ես լիքը կասկածում եմ, որ կարող ենք առաջիններն լինի, որովհետև Google-ն էլ այդ միսիային, իդեպ իրենք շատ բաց ասում են դրա մասին ու մի խոսքով շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչա կատարվում այս բրաուզերային պատմությունների մեջ։ Դալշը ունենք մենք Whisper Flow, վերացեք ձեր ձայնը կատարել տեքստի ակնթարթորեն, ասեցի շատ լավ tool է իրականում, սրա մասին ես կարամ դաժե առանձին մոտ վիդեո անեմ, պատմեմ թե ոնց ենք աշխատում։ Այս Whisper-ն է, ես իր մասին շատ շուտ էի լսել, հենց ոնց որ վերսիա 1.0-ն էր, 1.0.0-ն էր այն վերսիան, որը որ ոնց որ հասան իմ ձեռներում ու ես իմ կոմպի մեջ սկսեցի օգտագործել է։ Այդ ժամանակ ինքը մի քիչ ծուրռումուռ էր աշխատում, բայց մի քանի վերսիա հետո ինքը արդեն սկսեց արժանապատիվ դրսևորել իրան։ Ես խիստ կասկածում եմ, որ մեզ որպես հայալեզու դեռ ինքը տենց կարա շատ լավ օգուտ տա, որովհետև շտկի հայերեն լեզվով այդքան լավ չի աշխատում։ Հա, մի օպ ինչի մասին ընդհանրապես գործիքը, նրա մասին է, որ դու կարաս մի keyword-ով, հա, իմ մոտ էս էր, էս auto detect, այո։ Hey, how are you? Օրինակ ես հիմա sense բան խոսացի ու միանգամից իմ խոսածածը ինքը կարացավ բանի, էլի ոնց որ speech to text վերածի։ Սրա ամենահետաքրքիր ոնց որ կտորենն է, որ ես կարամ, չգիտեմ, գամ, ասենք մտնեմ օրինակ ես Excel-ի մեջ, չէ՞, իմ էկրանը երևում է, պետքա որ երևա, չէ՞, հա։ Կարամ գամ ստե, ասենք սկսեմ որ text եմ ուզում անեմ ու այս իմ բանով, keyword-ով, հա, էլի shortcut-ով ավելի շուտ, գամ, hey, my name is Aram, I'm showing this feature on public in YouTube, so let's see how it goes. Boom, ասենք ես միանգամից բան ունեմ էլի, ոնց որ իմ text-ը դառնում է, իմ speech-ը դառնում է text։ Ինչ որ ես բան ասեցի ու ես կարամ, այսինքն կարամ օրինակ գնամ պայմանական email-ը լեմ, կամ գնամ Claude օրինակ ու իմ խոսակցությունները արդեն լրիվ ուրիշ ձևի տանեմ էլի, ոչ թե գամ ինչ-որ type անեմ, tell me about Whisper Flow, չէ, դրա փոխարեն ես կարամ պրոստը այս F-ն անեմ, ուրա։ Tell me about Whisper Flow, what's the piece of software it is։ Այս շարը բաներ եմ ասում։ Ու всё, ասենք, բում պատրաստ է, էլի ոնց որ լիքը իմ կյանքը տենց հեշտանում է։ Անկեղծ ասեմ, ես մեծ ֆանատ չեմ այս Whisper Flow-ի, տենց շատ չեմ օգտագործում իրան։ Չգիտեմ դաժե ինչի չեմ օգտագործում, երևի պրոստը
ինձ ավելի հարմար է եղել տեքստով շարունակել գրել ամեն ինչ, հետո միշտ չի, որ ես անգլերեն եմ օգտագործում ու ռուսերենի ու հայերենի դեպքում հաստատ իդեալական չի աշխատելու, չնայած անգլերենի դեպքում էլ իդեալական չի աշխատում, բայց լավ 95-97% աշխատում է։ Բայց օգտակար գործիք է, ես գիտեմ մարդկանց, որոնք որ տես մշտական օգտագործում են այս գործիքը, լիքը ռեսպեկտներ են մարդկանց, ովքեր որ սարքել են ես, ու ստե դաժե ասում 100+ լեզուներով, կստացի կարող է եւ նոր բանը դուս եկել է, նոր վերսիա դուս եկել ու կարող է մենք հիմա հայերեն կարողանանք հիմա ես որ հայերեն խոսամ քո հետ դու կհասկանաս ինձ։ Շատ լավ հասկացա, շատ լավ։ Մաքուր վրացերեն գրեց։ Մի խոսքով, հաստատ արժի փորձել այս tool-ը, միանշանակ արժի փորձել ու կարող է հենց հիմա չստացվեց, բայց կարող է ինչ-որ ուրիշ դեպքներ փորձել կամ մտնել նասնոկի մեջ ու ինչ-որ բաներ կտկտացնել ու փոխել ու ստացվի եւ հայերեն ինչի՞ չէ։ Շատ հետաքրքիր կլինի, եթե դուք փորձ ունեք սրա հետ կապված, ես սիրով կկարդամ այդ ձեր փորձի մասին կոմենտներում։ Իսկ մենք անցնենք առաջ։ Հա, ստե բաներ, 100 լեզուներ գրածեր չէ։ Salesforce-ը $8 միլիարդ է ներդրում գործակալային ԱԲ-ում։ Հենց նոր $8 միլիարդ ծախսած տվյալների ընկերություն ինֆորմատիկան գնելու համար եւ դա միայն պահպանման մասին չէ, իրական նպատակը հաջորդ սերնդի գործակալային ԱԲ-ի հզորացումն է, սրա մասին լիքը պետք է խոսացվի, էլի Salesforce-ը գիտենք մեծ կորպորացիա է ու այս գործակալային, այս agentic AI-ը շատ պոպուլարնի է։ Հատկապես այս տարի ու 24-ին էլ ասում էին, որ 2025-ը լինելու է AI ագենտների տարի, որ հեսա ամեն մեկս ունենալու ենք տենց 1 միլիոն հատ ագենտ, ամեն մի ագենտ մի բան անելու, մեկը բանա կոֆե դնելու մեր համար, մյուսը տեքստա գրելու մեր համար, մյուսը content-ը create անելու մեր ավատարով խոսա եւ այլն։ Հերո չի էս ամեն ինչ իրականությունից, բայց այսօր շուխուրը մի քիչ ավելի շատ AI ագենտների մասին, քան ոնց որ իրական agentic experience-ը, երևի կարամ ասեմ, որ այս պայդրությամբ ամենալավը ստացվում է կոդի դեպքում։ Այսինքն մենք ունենք Lovable ու մենք ունենք Bolt New, որոնք որ ավելի շատ կոդի հետ ասոցացվող պրոյեկտներ են, ես իրենց կարամ անվանեմ, որ իրանք տենց agentic experience են քեզ տալի, այսինքն դու գալիս ես ու նպատակը գրում ես, դու ասում ես ինչ ես ուզում, ասենք իմ էս բանը լավ չի աշխատում, չգիտեմ, էս իմ կնոպկեն, էս իմ սայթում լավ չի աշխատում, ես ուզում եմ, որ ինքը աշխատի SS տարբերակով, SS ձև եմ ուզում աշխատի, ու թե ոնց ինքը պետք է անի, ինչ դոկումենտ պետք է նայի այդ կոդը փոխելուց եւ այլն, այդ ինքը արդեն իրանով գնում է նայում է որոշում է երևի ամենալավը sense կարելի է բնութագրել, մեկ է կա կուրսոր, որը որ ID է, այս developer-ական ենք մի քիչ խորանում ես մեկի մեջ, կուրսորում էլ կա agentic experience-ը, շուտվանից չեմ մտել ես դե լիքը հետաքրքիր բան է փոխվել կստացի, ու երևի իդեպ կուրսորի agentic experience-ը ամենալավն է, ես ուր եմ գալիս, չեմ ուզում ես կիսեմ, ես որտեղ եմ Ես կոդեր չեմ ժողովուրդ ջան, ես կուրսոր օգտագործել եմ, խաղացել եմ կուրսորի հետ ու լիքը լավ բաներ եմ սարքել, բայց ես ընդհանրապես չեմ կարող պատկերացնել, եթե ինչ-որ մոտ բանը փոխվում, ինձնից լիքը ժամանակ է պահանջվում, որ ես գնամ ինչ-որ բան գտնեմ իր մեջ։ Մի խոսքով, այն մարդիկ, ովքեր որ կուրսորը գիտեն, իրանք հաստատ գիտեն ես ինչի մասին եմ խոսում agentic experience ասելով, agentic նիսուց էլի, այտենց տարբեր ձևով կարող ասենք մենք սաղս Իսկ այն մարդիկ ովքեր որ չգիտեն կուրսորի մասին ու հատկապես developer են ու չգիտեն, այդ ուրեմն իրանք արդեն մի քիչ հետ են մնացել, իրանք ոնց որ անպայման խորհուրդ եմ տալի, որ իրանք հետ գնան ու անեն այդ առաջ քայլը ու բացեն կուրսորը ու ծանոթանան вообще ինչ հնարավորություններ կան։ Սպոյլեր անում կախարդական են հնարավորությունները։ Ես կոդեր չլինելով նենց վեբսայթեր եմ սարքել, որ երևի առդ կունենամ իրենց մասին խոսելու առանձին վիդեո ու ցույց տամ թե ինչ եմ կարողացել սարքեմ ես вообще միտող կոդ չգրելով։ Մի խոսքով, անցանք առաջ, այս ագենտիկ նորություններ լիքն են լինելու էլի ու ինչպես արդեն ասացի, որ հələ մի քիչ մենք շուտ ենք տենց շատ է hype-ը Скорее всего մենք շուտով կտենանք արդեն լիքը լավ բաներ թե ոնց որ օրեցօր ավելի ու ավելի agentic AI-ները գալի մտնում մեր կյանք ու ռեալ ինչ-որ փոփոխություններ անում, բայց այսօր դեռ չէ, անցանք առաջ այսքանով։ Nvidia-ն Չինաստանի համար մշակում է Blackwell chip-ի բարձրացված տարբերակ, այսի գնացինք արդեն դες կիսաքաղաքական պատմություններ, Nvidia-ն հատուկ Չինաստանի համար ստեղծել է իր Blackwell AB chip-ի
հատուկ տարբերակը զգուշորեն հաշվի առնելով ԱՄՆ արտանման սահմանափակումները, դե տենց ոնց որ պատմություններ կան, սանկցիաներ, բաներ եւ այլն, Ամերիկան չի թողում որ Nvidia-ն ու Nvidia-ի պես կամպանիաները Չինաստանին չիպեր ծախեն, բայց այդ requirement-ների մեջ ոնց որ որոշակի բաներ կան, ոնց որ անուններ կան կոմպյուտերային չիպերի, հիմա Nvidia-ն ոնց որ հատուկ հիմա ուրիշ ինչ-որ մոդել է հանում, որը որ տեխնիկապես ոնց որ չի մտնում այդ սանկցիաների տակ, sense ոնց որ զզվելի պատմություններ, ոնց որ նպատակային Ամերիկան ուզում է նենց անի որ Չինաստանը հետ մնա այս AI պայքարի մեջից, բայց ինքն էլ չի պատկերացնում թե ոնց է նպաստում նրան, որ սահմանափակելով այս ամեն ինչը ստիպում է որ ոնց որ ինովացիա լինի ու DeepSeek-ը մեզ շատ լավ ոնց որ օրինակ էր, շատ վառ օրինակ էր, երբ որ դու չունես ռեսուրսներ ու դու ոնց որ զորով ստիպված նենց քայլերի ես գնում, որ նոր բաներ ես բացահայտում, նոր տեխնոլոգիաներով ես սկսում բաներ անել, որ իտոգում քեզ ոչ էլ պետք է կավ այդքան ռեսուրս, ասենք արժանապատիվ մոդել հանելու համար ու նոր բան ստեղծեցիր դու ու այս դինամիկան շարունակվելու է էլի բնականաբար ու այս արկելքները չեն կանալու ծառայանի նպատակին այդ հաստատ Ստե մի խոսքով ավելի մանրամասն հաստատ կա գրած, կարեք մտնեք կարդաք Spatial is вообще չանգամ լսում ես կամպանիայի մասին Spatial ներգրավում է $13 միլիոն ռաբով ստեղծած 3D աշխարհներ կառուցելու համար page not found հետաքրքիր է, այսին բոտը երևի մի քիչ տուպի տարեստ է պատկերացրեք մտքագրում եք parse նախադասություն ու web դիտում թե ինչպես է ամբողջ 3D աշխարհը կյանք առնում, DeepMind-ը sense բան ուներ սարքած Google Lens ներգրավել է $13 միլիոն սերմնային ֆինանսավորում, ներդրողների թվում են mensch capital եւ այլն, ինչ են կառուցում, ապա որոնց սովորական տեքստը վերածում է immersive interactive 3D տարածությունների, նախատեսված է խաղերի, ճարտարապետության եւ metaverse-ի պլատֆորմների Էսի կարող գնամ եւ դառնա, ասենք ինչ-որ blockchain պրոյեկտի հետ կպնի ու դառնա ինչ-որ մի հատ տենց մեծ AI-ա blockchain-ա խառը ինչ-որ մի հատ տենց պրոյեկտ metaverse-ով բանով, սա այսօրվա ոնց որ ամենաժամանակակից տեխնոլոգիաները կարող են կպնեն տենց վերջի իրար մենք ունենանք բան ասենք metaverse, իր blockchain-ի վրա դրած, իր virtual coin-երով, իր AI ագենտներն մեջը ու ինչ որ տեսված էկոնոմիկա դառնա ընդհանրապես հասկանալի չի թե ինչ ալնելու, ոնց ալնելու, ինչ որ մտ խաղ ալնելու, ռեալ, կիսա վիրտուալ խաղ ալնելու, երևի մարդը մեր մտ ագենտ ունենալու ենք, ու այդ ագենտները գնան մեր համար ասենք էֆիր աշխատեն, խոսքի ու մենք այդ էֆիրով ապրենք։ Էսի լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում չգիտեմ ինչ կարա լինի վատագույն դեպքում, բայց կարա լինի այդ վատագույն դեպքը։ Pavel Durov XAI-ը պատրաստվում է $300 միլիոն վճարել Telegram-ին գրոկը չաթումներ դնելու համար, էսի շատ հետաքրքիր է, որտեղ այս նորությունը Elon Musk-ը հենց հայտարարեց, որ ոնց որ տես բան հələ չեն որոշել, որ մենք գնանք Pavel Durov Twitter օրինակ, sense մտ post արել Durov-ը, չէ, որ այս համար Telegram-ի user-ները access կունենան գրոկին, էսի կստացի հետաքրքիր նորություն է, કારણ հենց մի բացենք դրանք գրոկը, ոնց որ թե շուտ էլ կար, հեն այս գրոկը դեռ chat ունեմ, շատ հետաքրքիր է, մի խոսքով բան կա, Perplexity bot էլ կա Telegram-ում, բայց դրա մասին լավ հետո առանձին կարելի է խոսալ։ Իսկ ինչն է հետաքրքիրը, որ Pavel Durov-ի X-ում ինքը post անում, ինքը միակ մարդուն, որ ինքը հետևում է Elon Musk-ն է, որին ես բլոկ եմ արել ուր էսեր չէ, հա ու հենց ուր Elon Musk-ը հենց ներքևը բաներ արել, էլի ոնց որ արձագանքել էր, reply-եր արել, էսեր, բայց հա էսեր չեմ խիչ կա ոնց կանք գտնենք այդ Ամպեման պետք է հեսա true հա ես բան եմ բլոկ եմ արել, դեռ չեմ տենում հեսա ասում եմ no deal has been signed այսինքն Musk-ը շուխուր անում ասում եմ մենք հատուկ ասում եմ ես անձամբ չէ ինչ որ ասես բաներ է խոսում ասում է Elon Musk and I have agreed to a 1-year partnership բան տիպը ոնց որ ասես մենք աղբերներ ենք էլի բան ոնց որ մենք մոտիկ ընկերներ ենք պայմանավորվել ենք բան բայց հետո Elon Musk ասում է no deal has been signed, այսինքն ոչ իմ մենք էլ չենք ստորագրել։ Բայց ոչ իմ էլի sense պատմություններ երևի սա կստորագրվի, այսինքն ոնց որ նշի խափում են, պրոստը հետաքրքիր ոնց որ դրվագ էր։ Մի խոսքով մենք արդեն գրոկ ունենք Telegram-ի մեջ, ինչը երևի լավ նորություն է լիքը մարդու համար։ Ես անձամբ ինչ որ տես գրոկի հանդեպ նեյտրալ եմ շատ տրամադրված ու ոնց ասեմ շատ չեմ օգտագործել բայց կարամ ասեմ որ շատ լավ գրոկ են մարդկանց համար ովքեր որ real life ոնց որ live data են ուզում այսինքն գրոկի access-ը Twitter-ին էտի ոնց որ ամենամեծ առավելությունն է գրոկի որը որ
մնացած LLM-ները չունեն, պրոստը չունեն access Twitter-ին ու 20 րոպե առաջվա ինֆոն պետք է web search անեն ինչը նո տաքսի բելի Դալշը ինչ նորություններ ունենք մենք էլ Մետան պատրաստվում է AB կրովի սարքերի բումին 2025-ին Այս էլ է շատ հետաքրքիր թեմա Մետան պլանավորում է մանրածախ առևտրի հեղափոխություն եւ 25-ին թողարկում է AB-ով հագեցած կրովի սարքեր էկրաններով ոչային խելացի ակնոցներից միջև տեսախցիկներով ականջակալներ Սպառողական տեխնիկայի հաջորդ մեծ պահի մրցավազքը սկսված է Ակնոցների ձյան շատ լավ գաղափար է իմ կարծիքով ես սկզբում շատ սկեպտիչիսկ էի անդրադառնում դրան բայց ես վերջերս որ Մետան իր AI ակնոցները հանեց Ray-Ban-ի հետ ու կամերայի դրեց Meta AI Glasses-ը որ մտնենք նայենք լիքը հետաքրքիր վիդեոներ կան էլի թե ոնց են մարդիկ տես պրոստը քայլում ու հեսա sense կամերաներ կա այս բանի վրա ձախ աչքոմը ու YouTube-ում լիքը վիդեոներ կան որտեղ որ մարդիկ sense քայլում են POV առաջին ոնց որ դեմքով ցույց են տալի թե ինչեր կարան նկարան հեսա ասենք այսօր այս ճուվակը ձեն մեզ պետք չի բայց ես smart ասենք sense ինչ-որ վիդեոներ անում շատ հետաքրքիր է էլի ոնց որ լրիվ եթե այն ժամանակ DJI-ը օրինակ դնում գլխիդ ինքը տենց վերևից էր մի քիչ նկարում ասենք after rule-ին օրինակ կարել ներ չէ ու չգիտեմ sense ոնց որ զգացվել էլի ինչ որ բնականություն չլներ լրիվ բնական չլներ մի քիչ անբնական լներ հիմա ոնց որ ակնոցներով դու մաքսիմալ ոնց որ քո աշկերով ստենալու ինչ որ կատարվում է Google-ն էլ արդեն մտնում է գոնկի մեջ, որտեղ ես վերջերս Google-ն էլ announce արեց, որ sense բան ենք մտածել։ Հետաքրքիր է շատ, տենանք թե ինչա կատարվելու։ Ինձ թվում է, հա, էլի ոնց որ թազա շուկա է ձևավորվում, արդեն մի քանի տարուց, կամ մի քանի տարուց արդեն հեսա գա շատ կարճ ժամանակում, ասենք դառնա mainstream, ոնց ասենք հեռախոս ենք օգտագործում, տենց սկսենք ակրոց օգտագործելը։ Ցեմբոլեն այնց լավ բաներ կան, use case-եր կան իրականում, որ ինչ շատ են դուր գալի, օրինակ այս նկարը շատ լավ բանանոց է տալի թե ինչա կատարվում։ Եթե մենք հիմա օրինակ նոր անծանոթ ճուժե քաղաքում օգտագործում ենք հեռախոս, sense գլուխներս կախում մտնում ենք այդ հեռախոսի մեջ աջ ձախ բան, լիքը մարդիկ արենցերովքից լավ չի պատկերացնում, sense աջ պիտի գնա ձախա գնում բան։ Այս դեպքում ոնց որ ամենակայֆը հենց այն ալնելու որ դու ոնց որ աշկերիդ մեջ մի անգամից տենալու ես ասել ստեյց մտի աջ, ստեյց մտի ձախ բան, ոչ իմ այս experience-ը էլի AR VR sense պատմությունն է էլի էսի plus AI էլի ոնց որ էլի գալիս է սաղ տեխնոլոգիաները կպտնում են իրար ու ինչ-որ մատ հետաքրքիր բան է դառնում Տենանք թե ինչ զարգացումներ կունենա։ Ես անձամբ երևի Meta չեմ առնի, ես Google կառնեմ, որտեվ ես Google-ը եմ օգտագործում, ես հենց հիմա Pixel 9 Pro-ով եմ նկարում այս վիդեոն ու վստահ եմ, որ ոնց որ Google էկոսիստեմային ավելի ինտեգրացված կլինի Google-ի ակնոցները։ Ու տեսնենք ինչ կկատարվի։ Okay, այսքանով այսօր այսքանը, մերսին է շատ, եթե ինչ որ հարցեր կան, ազատորեն կարող կոմենտ անեք, ես կփորձեմ պատասխանել բոլոր հարցերին, հուսամ այս կոնտենտը ձեզ օգտակար էր ու մինչ մյուսը, լավացի։